Սիմոնյան, հարգելի գործընկերներ, մենք հիմա այն իրավիճակում ենք, որ Հյուս-Սարավ նախագիծը մեր աչքի առաջ սկսում է բյուրեղանալ եւ ավելի շոշափելի դառնալ, եւ ես կուզենայի ուղղակի միջանկյալ նախ երևի ես չեմ հիշում այսպիսի դեպք, հույս ունեմ աչքով չենք տա, որ Ագարակ Քաջարան հատվածի մեր շինարարը, որը իրանական ընկերություն է, այնպես տեմպ է ցույց տալիս, որը մեզ անծանոթ է։ Եվ էլ եմ ասում, հույս ունեմ, որ աչքով չենք տա կամ անեն չի, որ մի բան գլխի չենք ընկնում, բայց արդեն իսկ ընդ որում շինարարության տեմպերը այնքան լավ են, որ տարբեր տեղերից այդ արձագանքը լսում են, ովքեր, որովհետև մարդկանց աչքի առաջ սենց շինարարություն, Հյուս-Սարավը սենց կենթանանում ծնվում է։ Հաջորդ կարևոր հանգամանքը, որն ուզում եմ նշել, փաստորեն Երևան ըստ էության Երևան-Գյումրի ճանապարհը, որը արդեն բյուրեղանում է, որ ես հասկանում եմ, որ դե ֆակտո մենք այս տարի կավարտենք, դե յուրե, այսինքն ոչ թե դե յուրե, այլ կահավորումով, ճանապարհային նշաններով, գծանշումով եւ այլն, Գառնանը Երևան-Գյումրի հատվածը ամբողջությամբ պատրաստ կլինի, չնայած այսօր արդեն երթևեկության համար լիարժեք ինքը պատրաստ է, չնայած իմացա, որ որոշ հատվածներում, որ այս կահավորման եւ այլնի աշխատանքներ են արվում, որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Պարոն Խաչատրյան, ձեր գնահատականը ո՞նց է նախագծի իրականացման որ կետում ենք հիմա մենք գտնվում, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, քանի որ սկզբից Գյումրի, Երևան-Գյումրի հատվածը, որ արդեն ամբողջական ազդեցության դրա մասին Պարզաբանեմ ունենք երկու հատված, որտեղ դեռ աշխատանքներ էին տարվում այս տարվա ընթացքում 34 կիլոմետրանոց ճանապարհահատվածը եւ 8 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, ուղղակի պարզ լինելու համար ասեմ, որ երկու հատվածներում էլ աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ եւ ընդամենը 3 միլիարդ դրամի կատարողական վճարումներ կան, որ ունենք անելու մինչեւ տարեվերջ, դրանով մեր հիմնական աշխատանքների մասով եւ ավարտը եւ վճարումները ամփոփած կլինենք։ Երկու տարվա ընթացքում իհարկե կարող են լինել անելիքներ թերությունների վերացման շրջանակներում, բայց դա արդեն մեր աչքի տեսանկյունից եւ օգտագործման տեսանկյունից որևէ սովորական պրակտիկա է, այսինքն դա կշարունակենք այդպես։ Եվ մյուս կարևոր կտորը, որի մասին այսօր խոսում ենք, սա Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածն է, 32 կիլոմետր, ինչպես պարոն Սիմոնյանն արդեն նշեց, մեկնարկել են աշխատանքները անցյալ տարի։ Այս տարեվերջին մենք ունենանք 70 միլիոն դոլարի չափով կատարված աշխատանքներ, եւ դուք ճիշտ եք, որ աշխատանքներն առաջանցիկ են այն տեմպերի նկատմամբ, որ մենք նախապես գնահատել էինք։ 10 միլիարդ դրամ ենք նախատեսել պետական բյուջեով, այստեղ իհարկե ֆինանսների նախարարության մեղքը կար, որովհետև սկզբից տկերը ներկայացել էր ավելի բարձր կանխատեսում, բայց ֆինանսների նախարարությունը անցյալի փորձը հաշվի առնելով չափավորել էր այդ ֆինանսավորման բաժինը, եւ մենք հիմա կանգնած ենք այն խնդրի առաջ, որ 8 միլիարդ դրամ պետք է ավելացնենք, որ այս տարվա համար կատարվող աշխատանքների նկատմամբ պարտ չմնանք։ Եվ այդ 70 միլիոն դոլարը ըստ էության կնշանակի, որ մենք այս տարեվերջին կատարած ենք լինելու ծրագրով նախատեսված բոլոր կառուցման աշխատանքների 30%-ը, որովհետև արժեքի տեսանկյունից այո, 32 կիլոմետրանոց հատվածը 214 միլիոն դոլար արժեքով է իրականացվում եւ մենք այս տարեվերջին կունենանք 70 միլիոն դոլարի չափով կատարված աշխատանքներ։ Եվ քանի որ տեմպերը արագացող են եղել, ես հիմա գնահատական չեմ ուզում տալ, բայց հավանական է, որ 2017 թվականը այն տարին կլինի, որտեղ այս աշխատանքները առավելապես արդեն իրենց 27-ները ուցնեմ խնդրում, հա։ Մեծ չափով ամփոփված կլինեն։ Պարոն վարչապետ, հիմա զուգահեռ աշխատանքներ են տարվում նախապատրաստական նաև Սիսիան-Քաջարան հատվածում։ Մենք այնտեղ ունենք երկու ճանապարհահատվածներ, որոնց արդեն պայմանագրերը ֆինանսավորման միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված են։ Նաև դրանք երկու Բարգուշատի թունելին մոտեցող երկու հատվածներն են։ Տեխնիկական վերահսկողության պայմանագրերի մրցույթները բացված են, մինչև տարեվերջ պետք է հայտարարենք նաև կառուցման աշխատանքների մրցույթները եւ մեջտեղի հատվածը, այսինքն մոտ 9 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման հետ կապված աշխատանքները, որոնք մեր նախարարությունը հիմա ֆրանսիական կողմի հետ է բանակցում, ստացել ենք նախնական առաջարկ եւ տեխնիկական եւ ֆինանսական առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է նաեւ այդ աշխատանքները այդ առաջարկի վերաբերյալ մեր եզրակացությունը ձևավորենք եւ սա շատ կարեւոր է նաեւ, որ
ազդակ լինի մյուս երկու հատվածների համար, որ կարող ենք այնտեղ նույնպես աշխատանքներն արագացնել, որովհետև ի վերջո ճանապարհները միանալու են այդ թունելին։ Եվ պետք է սինխրոն անենք այդ ամենը, որ կարողանանք ավարտը, որ մոտ 7 տարվա հորիզոնում է նախատեսում ես բարդ եւ մեծ հատվածի իրագործվի եւ իհարկե դրանից ավելի առաջ ընկած կտորը արդեն Քաջարանից դեպի Մեղրի գնացող թունելի հատվածն է, որը միանալու է 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածին, այնտեղ էլ շատ լավ աշխատանքներ են հիմա ընթանում կառուցողին ընտրելու ուղղությամբ, մինչև տարեվերջ կունենանք նաեւ ընտրված կառուցող, որը կսկսի արդեն 2026 թվականին իրականում աշխատանքների իրականացման ընթացքը։